Ազգային ժողովի հերթական ընտրությունների համար քարոզարշավը հասավ ճիշտ մեջտեղին։ Ինչ եղավ այս 14 օրերի ընթացքում, ով ինչ խոստացավ ու չխոստացավ։ Civilnet-ը հավաքել է կարևոր դրվագներ։ Քարոզարշավի մեկնարկից ի վեր ամենատարածված երևույթը, որին քվեարկողները ականատես եղան, վիրավորանքն է։ Համբալ, սատկացնել, կալուգացի, կզացնել, գիժ, հրեշ, անուղեղ, պետական դավաճան, ջուր ծեծոցի, մուկ տշոցի, չտես, լակոտ, սա էր անցած օրերի քաղաքական բառապաշարը, որը լսեցին քաղաքացիները վարչապետի թեկնածուների կատարմամբ։ Կզցնելու եւ հետո այ համբալ, ես եմ քեզ ասում։ Իսկ բովանդակային մասով ով ինչ խոստացավ։ Անցած օրերին Փաշինյանը քաղաքացիական պայմանագրի հետ ուրախ ավտոբուսով հասավ Սյունիք, հետո Երևան, հետո Լոռի։ Ամենաշատը խոսեց խաղաղություն, պետություն թեզի մասին, նաև սահմանազատման մասին, շեշտեց առողջության համընդհանուր ապահովագրության առավելությունը, խոստացավ խաղաղություն։ Ամենաշատ սկանդալները Փաշինյանի շուրջ եւ նրա կատարմամբ էին։ Դուք բարեցիք 15 երեխուց ձեր կեղտերը ծածկելու համար։ Այդ նույն կալուգացի օլիգարխը Դու մոտ թափտա։ Դու դեպատ մոտ թափստա։ Դու կզացնելու։ Կալուգացիներն կզացնելու։ Գագայներն կզացնելու։ Քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման ամենակնարկված դրվագներից մեկը Արագածոտնում դասաժամերին դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների մասնակցությունն էր քաղաքացիական պայմանագրի հավաքներին։ Չենք կարա մեր վարչապետին չկանք դիմավորենք, դրա համար մենք կջատեցինք ժամերը։ Դրանից հետո 4 դպրոցի տնօրեններ հրաժարականի դիմումներ ներկայացրին։ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը աչքի ընկավ Սամվել Կարապետյանի անձի շուրջ կառուցված քաղաքական ուղերձներով եւ գործող իշխանության քննադատությամբ։ Դաշինքը այս օրերին շարունակ պնդում է, իրենք ներկայանում են որպես ուժեղ ղեկավարությամբ այլընտրանք։ Մինչև վերջ գնալու ենք, մենք մերը անելու ենք։ Քարոզարշավի ընթացքում ուժի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ քարոզարշավ արեց, ընդունեց մարզերի բնակիչներին, կաթողիկոսին, տեսազանգով շփվեց քաղաքացիների հետ։ Ամենաքննարկված թեմաներից մեկը ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված գործերն էին։ Չէ, ախպեր, միտինգի բան չկա, ինք զոր պատերազմի մասնակիցների հետ հանդիպում ունենալու։ Հետաքննական հրապարակումներ տարածվեցին Կարապետյանի ՖՍԲ-ի աշխատակից լինելու վերաբերյալ։ Հետո քննչական կոմիտեն Նարեկ Կարապետյանի մեղադրեց այլ երկրի քաղաքացիությունը թաքցնելու մեջ։ Դա սկզբում հերքեց հենց ինքը Կարապետյանը, հետո Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Երբեք չեմ ունեցել օտարերկրյա որևէ երկրի անձնագիր, ոչ միայն Ռուսաստանի, այլ որևէ երկրի։ Հայաստան դաշինքի եւ Քոչարյանի քարոզարշավը վերջին 14 օրում կառուցվել է անվտանգության, Փաշինյանի քննադատության, պատերազմի վտանգի, Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ։ Մի հատ լավ ապտակել հունիսի 7-ին։ Ապտակել ստահակին, սրիկային։ Հիմնական թեզը գործող իշխանությունը չի կարող լուծել անվտանգության խնդիրները եւ Հայաստանը տանում է նոր ռիսկերի։ Քարոզարշավի ամենակոշտ հատվածներից մեկը Փաշինյան-Քոչարյան փոխհրաձգությունն էր։ Հիմա այ համբալ ինչ ունես դրա հետ։ Ոչ թե համբալ կասեմ, այլ Ռոբերտ Քոչարյան։ Եթե Փաշինյանի մոտ խաղաղություն, Քոչարյանի մոտ անվտանգություն ու ձախողված իշխանություն, ապա Մարուքյանի մոտ հիմնական շեշտը եղել է ինքնիշխանությունն ու պրագմատիկ արտաքին քաղաքականությունը։ Մարուքյանը այս օրերին եղավ Կենտրոնական բանկի եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայության դիմաց։ Ոչ միայն վարչապետն է փոխվում մեր ընտրվելու պարագայում, այլ նաև հանրապետության նախագահան հաջորդ օրը գնում է տուն։ Եթե ինքը անձամբ հրաժարական չտա, իմպիչմենտով նրան կհեռացնենք, սահմանադրական լծակները կան։ Միասնության թևերը քարոզարշավը սկսեց Գոշավանքից։ Թաթոյանի հիմնական խոստումները կապված են անվտանգության, աշխատատեղերի, կրթական համակարգի բարելավումների հետ։ Թաթոյանն իրեն ներկայացնում է նախկինների եւ ներկաների հետ կապ չունեցող նոր այլընտրանք։ Սենց գիտեք, բաց ճակատով, որ երբեք մենք չենք անելու, որ մարդիկ մեր համար փոշմանեն, գլուխ կախեն կամ փոշմանեն, որ ընտրել են, էլի բաց սարվում է։
Նոր այլընտրանք է բոլորին դեմ եմ կուսակցությունը։ Ոչ ստանդարտ քարոզարշավի մարտավարություն վերցրած այս կուսակցությունը այս օրերին հասցրեց ցեղ շպրտել քաղաքական գործիչների վրա։ Հետո ջուր ծեծեց Կարապի լճում, իսկ հետո մուկ տշեց կառավարության դիմաց։ Նոր քաղաքական կերպարով, սարդ մարդու դեմքով քարոզարշավ անող կուսակցության խոստումները ճոխ չեն, իրենց անվանում են ինքնալուծարվող կուսակցություն։ Ծառուկյանն ու իր ղեկավարած Բարգավաճ Հայաստան կուսակցության քարոզարշավը վերջին օրերին կառուցվել է սոցիալական խոստումների, վարկային համաներման, տնտեսության, Փաշինյանի քննադատության եւ իշխանությունը սպառնալիք է թեզի վրա։ Եթե ելավ 49000-ով, ես ասում եմ մեր թոքը շակառուները ֆոկուս չկեն, որ պետք է գույքարկ տա, գազի հարցը պետք է լուծի, հոսանքի հարցը լուծի, ինքը սնվի։ Փաշինյանը անցնող օրերին բազմաթիվ վիրավորանքներ հնչեցրեց Ծառուկյանի, նրա որդու եւ կուսակցության հասցեին։ Սրանց Ծառուկյանը կոշտ չհակադարձեց։ Ես ասեմ կյանքում ես չեմ կարող իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Օրինական կառել ենք, ամենից էլ այդտեղ մետքի 25 տարի անցել է նորեն հիշել։ Վերջին սկանդալը Ծառուկյանի Արարատ ցեմենտի շուրջ էր։ Մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, Ծառուկյանի բիզնես ողնաշարը Արարատ ցեմենտի գործարանը լինելու է պետական, ինչին Ծառուկյանը հակադարձեց։ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական։ 20 տարի առաջ սեփականացած գործարանը ասում Ծառուկյանից վերցնելու ենք եւ տալու ենք ժողովրդին։ Էլի ժողովրդինն է։ Նոր ուժ կուսակցությունը Հայկ Մարությանի գլխավորությամբ քարոզում է անվճար կրթություն, սոցիալական աջակցություն, օնլայն խաղատների սահմանափակում ու կոռուպցիայի դեմ պայքար։ Հայ ազգային կոնգրեսը Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ շեշտում է քաղաքական փորձը, խաղաղության գործընթացը եւ բանակցային կարողությունները, փորձելով վերադարձնել փորձառու պետական կառավարման գաղափարը։ Հանրապետություն կուսակցությունն էլ Արամ Սարգսյանի գլխավորությամբ շարունակում է արևմտամետ ու եվրոպամետ գիծը, խոսելով ժողովրդավարության, անվտանգության ու եվրոպական ինտեգրման մասին։ 5 տարում Հայաստանի Հանրապետության բյուջեն կարող է հասնել 45 միլիարդի։